Գերմանական ինքնագնացին հայկական շտրիխներն են պակասում, վարորդ Հովանեսը մի քանիսը կավելացնի ու դեպի ձյունը։ Սրանով լիժի սաղուիններն ենք սարքում։ Ձյուն ինքը պրես անում, սարքում է, դզում է։ Ջերմուկում ամենահանգիստ սեզոնն է հիմա, դահուկորդներին հունվարին են սպասում։ Դահուկորդները հիմնականում Ռուսաստանից։ Հիմա ճոպանուղին լավագույն դեպքում օրը 1-2 անգամ է ուղևոր բարձրացնում։ Պիկը նոր տարուն է լինում, բայց ոչ երկար ժամանակով։ Ջերմուկցի Սամվել Մանուկյանն ափսոսում է, շատ բան ունեն ցույց տալու նաև հայաստանցիներին, բայց ճանապարհն է խանգարում։ Երկար է, իսկ հայ եւ արտասահմանցի զբոսաշրջիկները Երևանին մոտ վայրերն են նախընտրում։ Ամենամեծ խնդիրը ջերմուկի դա ճանապարհն է, որ ասենք մայրուղուց ստեղ օդանավակայանի պակասությունն է, որ հասանելիությունը դեպի ջերմուկ։ Ջերմուկում եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանում զբոսաշրջության չօգտագործված ներուժի, խոչընդոտների եւ լուծումների մասին խորհրդակցում են նախագահի հետ։ Չնայած կառավարության հավակնոտ ծրագրին, զբոսաշրջությունն ակտիվ չի զարգանա միայն ոլորտի պատասխանատուների ջանքերով, բոլորը պետք է գործի անցնեն։ Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է եւ այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի մենք կարողանանք ստանալ վերջնական արդյունք։ Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորին։ 3 տարի հետո 2020 թվականին մենք կունենանք մոտ 2.500.000 զբոսաշրջիկ տատարական Հայաստանի Հանրապետությունում, ինչն իր հերթին կնշանակի, որ դրա արդյունքը կլինի 2.5 միլիարդ դրամ։ Խորհրդակցության վայրը պատահական չի ընտրվել։ Վայոց ձորի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու համար լավ նախադրյալներ են ձևավորված։ Նորավանք, Ջերմուկ, Տաթև, Արցախ։ Նախագահ Սարգսյանը շարունակում է թվարկել մշակութային ու զբոսաշրջային կենտրոնները, որոնց ճանապարհն այս մարզով է անցնում։ Բացի այդ, Վայոց ձորն ավելի հավակնոտ կարող է լինել եւ ընդգրկվել ավելի մեծ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթում։ Ես կարծում եմ, որ այս ոլորտը զարգացնելու մեծ աշխատատար process-ում իրենց ուրույն տեղն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները եւ հատկապես այն համայնքների ղեկավարները, որոնք հանդիսանում են այս շղթայի բաղկացուցիչ մասեր, օղակներ։ Հատկապես ջերմուկը մենք պետք է զարգացնենք մնացած զբոսաշրջային կենտրոնները, որպեսզի այնուհետև դրանք կապելով իրար ստանանք մի կուռ ամբողջականություն։ Այս առաջին քրիստոնյա երկիր Ֆրանցիսկոս Պապն իր այցն ուխտագնացություն անվանեց։ Արենիում հնագետները հայտնաբերեցին աշխարհի հնագույն ոտնամանը։ Նախագահ Սարգսյանը թվարկում է օրինակներ, որոնք դրական ազդակներ էին Հայաստանը ճանաչելի դարձնելու համար։ Այդպես այն հայտնվում է աշխարհի զբոսաշրջային քարտեզին ու դառնում մրցունակ։ Ծրագրային ծախսերի մոտավորապես 70%-ը հատկացվելու է երկրի ճանաչելիության բարձրացմանը ուղղված միջոցառումներին։ Ինտերնետ, լրատվամիջոց, բոլոր հնարավոր տարբերակները գործի կդրվեն։ Միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներն ու туриզմի հայտնի էքսպերտները պետք է խոսեն Հայաստանի մասին։ Ասիական բանկը Հայաստանին $50 միլիոն վարկ է տրամադրում տարածքների համաչափ զարգացման համար։ Սա լուրջ խթան է զբոսաշրջության զարգացման համար։ Առաջին փուլով 5 քաղաքներ են ընդգրկված՝ Վանաձոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան եւ Աշտարակ։ Ջերմուկում նախագահին ներկայացնում են մասնավորապես այս համայնքի զարգացման ծրագիրը։ Մայթեր, ճանապարհներ, դեպի ձոր իջնող ուրեմն ճոպանուղիներ։ Բոլորն են ցանկանում գնդեվանքը տեսնել, բայց շատ անհարմար է 40 կիլոմետր հեռավորության վատ ճանապարհով, բայց մենք ընդամենը մի 1000 մետր ճանապարհ բացելով այսօր կհասնենք դրան։ Զբոսաշրջային վայրերը պետք է հասանելի լինեն զբոսաշրջիկին։ Բացի այդ, ժամանցի մասին է պետք մտածել։ Հրաշալի այս առողջարանային քաղաքը ժամը 5-ից հետո բացի ռեստորանային համալիրներից այլ զբաղմունքի վայրեր չունի։ Մի ջերմուկից դժգոհում են երիտասարդություն, որ զբաղմունք չկա։ Հենց այսօր մենք նախագահին խնդրեցինք, որ մենք այդ զբաղմունքը ստեղծենք ջերմուկում։ Ջերմուկի զարգացման 20-ից ավելի ծրագիր է մշակվել։ Սա կնպաստի նաև ներհանրապետական туриզմի զարգացմանը։ Նախագահը նաև սրա վրա է ուշադրություն հրավիրում։ Ավելի լավ հայրենասիրական քարոզ, ավելի լավ ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց, քան ճանաչելը սեփական երկրի չկա։ Յուրաքանչյուր երիտասարդ լինելով մեր նվիրական վայրերում առանց որևէ խոսքի հասկանում է, որ ինքը պարտականություն ունի պաշտպանելու այդ սրբությունը։
Խորհրդակցությունը նախագահն ամփոփում է հանձնարարականներով։ Կստեղծվի զբոսաշրջության խորհուրդ, զբոսաշրջության մասին նոր օրենք, կկատարվի զբոսաշրջային գոտևորում ամբողջ երկրով մեկ։ Աշխատանքային ամբողջ օրը նախագահն անցկացրեց Ջերմուկում։ Մի քանի ժամ տևած խորհրդակցությունից առաջ նա հանքային ջրերի նոր բացված գործարանում էր, ավելի հստակ նորացված գործարանում։ Հնի հիմքի վրա նորի կառուցումը մեկնարկեց 2015-ին։ Մեկ տարի անց շահագործման է հանձնվում նոր արտադրամաս նորագույն տեխնոլոգիաներով հագեցած։ Հիմնական շեշտը այս նոր գործարանի դա արտահանումն է։ 60-ից ավել երկրներում արտահանում ունենք, բայց հիմնական առաջին տեղը այդ Ռուսաստանի շուկան է։ Հայկական ջուրն արդեն հասնում է նաև Չինաստան ու օվկիանոսից այն կողմ։ Տարեկան գործարանն արտադրում է 60 միլիոն շիշ ջուր։ Հաջորդ 2 տարում արտադրությունը կավելանա 5-ից 10%-ով։ Նոր գործարանի կառուցմամբ ընկերությունը կլրացնի հատկապես Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների պահանջարկը։ Ամեն ինչ որակից մինչև արտաքին ձևավորում հետևում են, որ անթերի լինի։ Ցանկացած այս շեղումներից դեպքում ինքը ոսկագծից դուրս է գալի այդ շիշը։ Այստեղ հիմնականում Ջերմուկի բնակիչներն են աշխատում։ Նոր գործարանը 15%-ով կավելացնի նաև աշխատատեղերը։ Նելի Հարությունյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։